Առավոտյան աշխատանք էի գալիս տաքսիով եւ բնականաբար հայտնվեցինք խցանման մեջ, վարորդի հետ խոսակցության բռնվեցինք, առանց նույնականացնելու, պարզապես ասեմ, որ գիտ աշխատող էր։ Աղքատությունը հաղթահարելու ձևը աշխատանքն է, բայց մենք պետք է առերեսվենք, որ կան աշխատանքներ, կան մարդիկ, ովքեր աշխատում են, բայց շարունակում են աղքատ մնալ։ Ինչու՞, նույն պատճառով, որովհետև նրանք աշխատում են այդ տեղում բավարար պրոֆեսիոնալ հմտություններ չունենալու պատճառով։ Այսուհանդերձ Հայաստանի սոցիալական պատկերն այլ վկայություն ունի, վիճակագրական կոմիտեն օրերս հրապարակեց 2025-ի տարեկան զեկույցը, ներկայացնելով աղքատության թվերը։ Այսպես բարձրագույն կրթություն ունեցող ավելի քան 100,000 մարդ մեր երկրում համարվում է աղքատ։ Օրինակ, անցած տարի 2024-ին նրանք մեկ ամսվա ընթացքում չեն կարողացել խանութներում 53,000 դրամ ծախսել։ Ցանկություն պետք է լինի այդ աղքատությունը հաղթահարելու, պետք է լինի նպատակ, պետք է լինի ռազմավարություն եւ պետք է լինեն միջոցառումներ։ Այսօր ոչ մի բան չենք տեսնում եւ չենք տեսնում մինչեւ տևական ժամանակ։ Աղքատները այս պետության համար հետաքրքիր մարդիկ չեն։ Այն ինչ օրենքներ ընդունում է այսօր ազգային ժողովը, բնավ չի այսպես նպաստում տնտեսության զարգացմանը։ Ռազմարտությունաբերության կոմիտեի նախկին ղեկավարը հիմնավորում է բիզնեսի համար պետք է լինի կանխատեսելի միջավայր, որպեսզի ներդրումներ արվեն, այդ թվում հենց նույն կրթական համակարգում ներդրումն ու հաստատուն միջավայրը ուղիղ կապի մեջ են, ասում է։ Եթե բիզնեսը իմանա, որ իրավիճակը կայուն է, ինչպես նաև ներդրում կկատարի, այսպես սոցիալական ձեռներեցության ոլորտում, ներդրումներ կկատարի սոցիալական պատասխանատվության ոլորտում։ Մեր մոտ բիզնեսը այդպիսի բան չի անում, որովհետև չկա կանխատեսելի միջավայր, չկա կանխատեսում, կայուն կանխատեսում բիզնեսի զարգացման։ Ինչ վերաբերում է աղքատությունը մտքում պահողներին, ինչպես ավելի վաղ բանաձևել էր վարչապետը, հիմա էլ նրանց առաջարկում է վերադառնալ կրթությանը, եթե չքավորությունը չեն կարողանում հաղթահարել։ Մեր երկրում գիտության զարգացմանն աջակցող նախաձեռնության գիտուժի ներկայացուցչին հարցնում ենք, գիտաշխատողը, ում աշխատավարձը անձնական, գուցե նաև ընտանեկան կարիքները հոգալուն փաստացի չի բավարարում եւ նա ստիպված այլ աշխատանք է կատարում, սեփական մեքենան դարձնելով տաքսի, խնդիր ունի վերադառնալու իր կրթությանը, հատկապես հիմա, մեր այս նույն ժամանակներում, երբ քաղաքական բարձր ամբիոններից պատասխանատու պաշտոնյաները նաև հայտարարում են, թե Հայաստանում գիտնականներն այլևս բարձր աշխատավարձերի տերեր են։ Եթե գիտնական բառի ոնց որ սահմանումը ճիշտ ենք ընկալում, ոնց որ ինքը արդեն ամեն օր կրթվում է, հա, հաստատ բարձրագույն կրթության վերադառնալու կարիք ինքը չունի, ինքը արդեն անցել է դրա միջոցով, իսկ այն սկզբնական փուլում գիտնականների այն էր, որ երիտասարդները նոր պիտի մտնեն, դեռ մեր կարծիքով բավականին ցածր է։ Իսկ եթե անգամ քաղաքացին բարձրագույն կրթություն ունի, միաժամանակ առանց աշխատանքի է կամ ոչ ցանկալի աշխատավարձ է ստանում, այնքան որ չի կարողանում հաղթահարել աղքատությունը, Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի դեկանի համոզմամբ, այնուամենայնիվ մեղավորը պետությունն է, սահմանադրությանն է հղում անում Ատոմ Մխիթարյանը, հիշեցնում ի վերջո սոցիալական պետություն ենք։ Պետության դերը ի՞նչն է։ Պետության դերը այն է, որպեսզի հասարակությունից աշխատող մարդկանցից հավաքի հարկերը եւ ինչքան հնարավոր է արդար վերաբաշխում անի։ Պետությունը ըստ էության այդ մարդու պոտենցիալը չի օգտագործում իր տնտեսության մեջ։ Սուրյանկյան հետ զրուցող բոլոր մասնագետները այստեղ միակարծիք են, հարցնում են, իսկ պետությունը գիտի, թե մեզ ինչ մասնագետներ են պետք, որ ոլորտում նրանցից քանիսի կարիքը կա։ Պնդում են, բուհերին ոչ պետպատվեր կա, ոչ էլ մասնավոր, խզված է կապը։ Խնդիրը դրված չի, հա, իսկապես մեծացնել քանակը Հայաստանում նպատակային։ Խոսվում է քանակ ավելացնենք, բայց չի խոսվում ինչի համար, որողություններով, ինչ խնդիրներ լուծելու համար։ Խորհրդային միության փլուզումից անմիջապես առաջ կրթության համակարգը տնտեսության համակարգից կտրվել է։ Հենց բարձրագույն կրթության համակարգը։ Ես ինքս ավարտել եմ ֆիզիկայի ֆակուլտետը եւ 90 հոգի իմ հետ միասին ավարտել է, բայց այդ ժամանակ ֆիզիկայի ինդուստրիան, այսպես ասած, ֆիզիկայի գիտությունը եւ հարակից ինդուստրիաները տարեկան այդ 90 հոգու պատվերը չունեին, կարիքը չունեին։ Դա է պատճառը, որ Հայաստանի բուհերի վարկանիշը շատ ցածր է, գրեթե 0 է։ Չնայած մենք ունենք մինչև 2030 թվականը զարգացման ծրագիր ռազմավարական կրթության եւ որտեղ ասվում է, որ մինչև 30 թվականը մենք պիտի ունենանք առնվազն 8 բու, որոնցից 4-ը պիտի լինեն լավագույն վարկանիշավորման աղյուսակի 500-ի մեջ, ընդ որում 24 թվականին առնվազն 2-ը պիտի լինեին
Հիմա արդեն 25 թվականը ավարտվում է եւ մենք ունենք ընդամենը մեկ բարձրագույն ուսումնական հաստատություն, որը 1201-ից հետո է։ Այս իշխանությունը ձևախեղում է գիտության համակարգը, նրան դարձնելով կրթական համակարգի ոչ թե պատվիրատու, այլ կրթական համակարգի ծառա։ Իսկն իրենք բացարձակ ձևակերպում են, որ գիտությունը պետք է ծառայի կրթական համակարգությանը, կրթական համակարգին, մինչդեռ գիտությունը պետք է ծառայի գիտությանը։ Եվ դրանից հետո նոր կիրառանկարն արդյունքը պետք է ծառայի տնտեսությանը, պետության զարգացմանը, նաև կրթական համակարգի զարգացմանը։ Մյուս կողմից էլ մասնագետների գնահատմամբ մեր հասարակությունը չունի միանշանակ վերաբերմունք գիտնականների նկատմամբ, եւ սա էլ մտահոգիչ է։ Եթե դու գիտահեն տնտեսություն չունես, գիտնականի աշխատավարձը բարձր չի, ինչքան պետական ծառայողի աշխատավարձն է, օրինակ, դա բերելու է նրան, որ մեր պետությունը զարգանալու է որպես ծառայություններ մատուցող պետություն, որտեղ պետք չի, որ գիտնականներ լինեն, բարձր զարգացած ինտելեկտի առումով մարդիկ լինեն, այլ պետք է, որ նրանք լավ հմտություններ ունենան, որպեսզի լավ ծառայություններ մատուցեն։ Իսկ կարող է 63-ը փոքր եւ միջին բիզնես դնելու լավագույն տարիքն է։ Որովհետեւ ով ունի կյանքի եւ աշխատանքի ավելի մեծ գիտելիք, քան 63 տարեկանը։ Այս ռետորական հարցն էլ կառավարության ղեկավարն առկախեց եկող տարվա պետբյուջեի խորհրդարանական քննարկումների ժամանակ իր վերջնական խոսքում։ Փաշինյանն ասաց՝ լավ, 10400 դրամ ավելացրին թոշակը, ինչ են անելու վաստակած հանգստի անցած ծերերը։ Բուժծառայություններից են օգտվելու, իրենք առաջարկում են կենսաթոշակներն ավելացնելու փոխարեն համապատասխան այդ գումարը տեղափոխել առողջապահական ապահովագրության համակարգ։ Իհարկե դժվար է, ասենք, փրկել խեղդվողին, եթե այդ խեղդվողը չի ուզում փրկվել, կամ ինչպես ասում են, եթե հիվանդը չի ուզում ապրել, ապա բժշկությունը այստեղ անելու բան չունի, բայց ամեն մարդ չի կարող ամեն տեսակ կրթություն ստանալ, եւ ամեն մարդ չի կարող բիզնեսմեն լինել, ամեն մարդ չի կարող լինել նախաձեռնող, ամեն մեկի մոտ չկա այդ արտադրողի ջիղը։ Աղքատությունից կրթություն, կրթությունից տնտեսություն եւ հակառակ ուղղությամբ պատվեր վերցրած, որովհետեւ այս դեպքում պատվերը ռազմավարություն է նաեւ փաստորեն։ Շղթան պարզ է, բայց այդ շղթայի օղակները այդպես էլ չեն միանում իրար, իսկ մինչեւ գործադիրում փիլիսոփայական վերլուծությունների փուլը շարքային քաղաքացին շարունակում է իր հարցերի պատասխանները փնտրել։ Ի վերջո, բոլոր այս թվերի, ռազմավարությունների ու բաց թողումների հետևում իրական մարդիկ են՝ գիտնական, ուսուցիչ, վարորդ, թոշակառու, մարդիկ, ովքեր փորձում են արժանապատիվ ապրել, ավելի ճիշտ պայքարել ապրելու համար։ Էդուարդ Պողոսյան, Զոհրաբ Քարամյան, Վահրամ Ավոյան, Սուրանգյուն։